Բարև ձեզ, Հայաստանում Կանադայի դեսպանն աշխատանքային այցով Տավուշի մարզում եմ։ Տավուշ հեռուստաընկերությունն ունի արտակարգ հնարավորություն զրուցելու Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էնդրյու Թերների հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Կխնդրեմ ներկայացնել, թե ինչ օրակարգով եք Տավուշի մարզում։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ այսօր, շնորհակալություն for Canada. Ինչպես գիտեք, Կանադայի դեսպանատունը վերջերս է բացվել Հայաստանում 2023 թվականի հոկտեմբերին։ Մեզ համար կարևոր է, որ դեսպանատան գործունեությունը լինի նաև Երևանից դուրս։ Այս նպատակով մենք տարբեր այցելություններ ենք կազմակերպում, որ ավելին իմանանք Հայաստանի մասին ու խորացնենք մեր հարաբերությունները։ Տավուշի մարզը կարևոր մարզ է Հայաստանում։ Մենք այցելել ենք Դիլիջան, որը туриզմի զարգացման հետաքրքիր ուղղություն է։ Տավուշը լինելով նաև սահմանային մարզ, անցյալ տարի այստեղ սահմանազատման գործընթաց է սկսել։ Ընդհանուր առմամբ, մարզին ծանոթանալու խնդիրներին ու զարգացումներին ծանոթանալու նպատակով ենք այստեղ։ To begin the process of engaging directly with the people and the government of Tavush. Մայիսի 23-ին նաև այսօր դուք հանդիպումներ եք ունեցել Տավուշի մարզի համայնքներում տարբեր կազմակերպությունների կառույցների հետ, հետաքրքիր է ինչ տպավորություններ ունեք եւ արդյոք արդեն նախանշել եք այնպիսի նախագծեր, գաղափարներ, որոնք պատրաստվում եք կիրառել Տավուշի մարզում, ելնելով նաև մարզի առանձնահատկություններից։ The impressions I've had have been incredibly positive. Աննկարագրելի տպավորություններ ունեմ, թե բնությունը, թե քաղաքները գեղեցիկ են։ Դրական քննարկումներ ենք ունեցել Տավուշի մարզպետի, Իջևանի ու Դիլիջանի համայնքապետերի հետ, եւ ուրախ եմ, որ տեղական իշխանությունները բաց են Կանադայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Համագործակցային որևէ փաստաթուղթ չենք ստորագրել, բայց քանի որ սա իմ առաջին այցն է Տավուշի մարզ, այն ավելի ճանաչողական բնույթ ունի։ Ներկայացրել եմ բոլոր այն հնարավորությունները, որ կարող ենք ունենալ հարաբերությունների խորացման հարցում։ Քննարկել ենք հնարավոր տարբերակները տնտեսական, համայնքային, տեղական ինքնակառավարման ոլորտներում հարաբերությունների խորացման։ Հանդիպումներ եմ ունեցել քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց գործունեությանը։ Այցելել եմ Եվրոպական միության դիտորդական առաքելության Իջևանի գրասենյակ։ Կանադան առաջին եւ միակ ոչ Եվրոպական միության անդամ պետությունն է, որ փորձագետ դիտորդ է ուղարկել առաքելության կազմում, եւ շատ կարեւորում եմ Հայաստանում Եվրոպական միության գործունեությանն աջակցելը։ Քաղաքասարակության հետ քննարկել եմ ինչպես կարող ենք աջակցել նրանց գործունեությանը։ Ներկայացրել եմ Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամը, որը Կանադայի կառավարության գործիքն է, որով աջակցում ենք տարբեր երկրներում քաղաքասարակության գործունեությանը։ And so there was a lot of potential for cooperation in that field. Պարոն դեսպան, ամփոփելով մեր հարցազրույցը, կխնդրեմ նաև պատմել, թե ինչ մակարդակի վրա են գտնվում Հայաստան-Կանադա հարաբերությունները եւ ինչ սպասենք մոտ ապագայում։ Canada and Armenia. Կանադա-Հայաստան հարաբերություններն այժմ լավ նորություն կարելի է համարել։ Վերջին տարիներին հարաբերություններն ավելի են ամրապնդվել ու խորացել, նաև հենց դեսպանատան բացման շնորհիվ։ Եվ ես պատիվ ունեմ լինելու Հայաստանի Հանրապետությունում Կանադայի առաջին արտակարգ ու լիազոր դեսպանը։ Դեսպանատան գոյության շնորհիվ վերջին 2 տարում մենք ավելին ենք անում, քան նախկինում։ Խորհրդարանական պատվիրակությունների փոխադարձ այցեր են եղել, նաև կառավարության անդամների ու զինվորականների այցեր են եղել, պարբերաբար տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ։ Այժմ հնարավորություն ունենք խորացնելու բիզնես, գործարար կապերը, տնտեսական համագործակցությունը։ Կանադայի ներկայությամբ Հայաստանում մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Դիվանագիտական հնարավոր ջանքերն են գործադրում աջակցելու խաղաղության հաստատմանը։ Տավուշի մարզ այցելությունն այդ նպատակն ունի՝ ծանոթանալ իրավիճակին, առկա խնդիրներն արձանագրել ու հասցեագրել։ Կարծում եմ, որ շատ մեծ ներուժ կա ամրապնդելու Հայաստանի ու Կանադայի կապերը։ Իմ այցը Տավուշ նաև դրան է միտված։ Better understand what the opportunities are for cooperation in Tavush. Հարգելի հեռուստադիտողներ, ես տեղեկացնեմ, որ դեսպանն իր այցի շրջանակներում այցելել է նաև Տավուշ մեդիա, ծանոթացել հեռուստատեսության աշխատանքներին։ Պարոն դեսպան, շնորհակալություն ձեր հարցազրույցի համար եւ մենք ուրախ ենք ձեզ տեսնել Տավուշի մարզում։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ձեր ճանապարհին։ Իսկ դուք շարունակեք հետևել Տավուշ հեռուստաընկերությանը, կհանդիպենք։